Բարև ձեզ։ Դուք նոր եք եկել։ Ինչ եմ արել։ Նոր եք եկել այստեղ։ Ընթացքում այստեղ չեք նկատել։ Դուք օգտվում եք 59 երթուղուց։ Երբեմն այո օգտվում եմ, որովհետև իր մատչելիությունը, թեյքը հարթակը արդեն առավելություն է իմ տեսակի համար, հա, եւ ամենաառաջնային կարևորությունը սայլակավոր մայրերի համար։ Այսօր մարդիկ տվյալ տրանսպորտը ստեղծված է բոլոր տեսակի հարմարություններով։ Ու ես նոր մի քիչ առաջ էլ ասի 78 թիվ տղա եմ, աչքս երբ որ բացել եմ տվյալ համայնքում գործել է տրանսպորտ, ավտոբուս 25 125 եւ 126։ Հետո երկրաշարժ, պատերազմ, դժվարություն փոխվեցին գազելների, բայց վերջի եկավ հեղափոխություն տեղի ունեցավ, ցեխից սկսեցին դուրս գալ, ջրից դուրս եկանք, հիմա միանգամից նորից մեզ ուզում են ջրհորը գցել։ Ախր չի կարելի այդպես բան։ Այսօր այս լուսավոր կյանքում գիտեք ինչն է խնդիրը։ Իմ համար այստեղ կարևորագույն մի հատ խնդիր կա։ Ես կուզեմ, որ անպայման, այս իմ ամեն մի բառը կառավարություն է, այս մեր պարոն Փաշինյանը, որին ես ահավոր հարգում եմ, պաշտում եմ, իմանա, որ նախկինների մասունքներից դեռ մնացել է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Նախկինների մասունքներից է մնացել, որ ինքը որոշում է ինչ-որ գազել մտնի ստեղ։ Եղբայր, գազելի դարն անցել է, գազելը տարեք ռայոնները, ավելի հեռվից բերեք, թող գան ստեղից նստեն ավտոբուսով գնան։ Այդ հնարավորությունը, բայց այսքան մարդ, ասենք երեկոյան օրինակ բերեմ, խնդրում եմ, եթե ձեզ հարմար է, եկեք երեկոյան ժամերին կամ հենց առավոտյան ժամը 7-ին, 7:30 ռեսին, երբ որ դուք տեսնեք այդ ավտոբուսի մեջ ինչքան մարդ է իջնում այդ ավտոբուսի մեջից, այսինքն այդ պահին մոտավորապես 3 հատ գազել պետք է լինի, որ այդ ժողովրդին բերեր հասցնել այդ։ Իմ ասածը արդեն թող մատ հաշվարկ անեն, որ դա շատ կարևոր է, խնդրում եմ, թող անպայման սա պատգամ մարմինները իմանան, իրոք հերիքա, այս ժողովրդի հոգեվիճակի վրա ազդել, հերիքա այս ժողովրդի ընկճախտի մեջ պահել, իմ համար նորից եմ ասում, այս երևույթի ամենագլխավոր հեղինակը նախկիների մասունքներից է, այսքան բառը, ես կասեմ, թող մնացած իշխանություն։ Ում նկատի ունեք մասում։ Էդի արդեն ով որ գազել է որոշել։ Բայց ձեր պաշտելի Փաշինյանն է, չէ՞, իրավիճակը ստեղծել։ Իր կառավարությունը։ Մարզպետ։ Իր կառավարությունը։ Ինչ։ Իր կառավարությունն է այս։ Գուցե կառավարությունը տեղեկացված չի, ես այսօր իմ ձայնը բարձրացնում եմ, որ կառավարությունը տեղեկան է։ Մարզպետը կառավարության մաս է։ Մարզպետը ու համայնքապետը, մյուսը իրանք իրենց գործունեություններն են կատարում։ Հիմա կարող է ինչ-որ որոշումներ են կայացել, առանց ժողովրդի կարծիքը հարցնելու, բայց այս ժողովուրդն է, ժողովրդի կարծիքը պետք է բարձրաձայնեն, որ հասնի ամենապատգամ մարմիններին։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ փննորենք, քննադատենք եւ անցանք դժվարությունները անցել ենք, միգուցե ավելի դժվարություններ ենք ապրելու, բայց եկեք այսօրվա այս լուսավոր 21-րդ դարում գազելը փոխենք Ֆորդով, չկա տես բան, հասկացեք, անկեղծ եմ ասում։ Եթե այս հարցը չլուծվի։ Այսօր ես ինչ եմ ուզում, իմ պահանջն է, ես մենակ չեմ, ես համայնքում կան լիքը սայլակավոր մարդիկ, որոնք տեղաշարժվում են, որոնք ուզում են օրինակ իջնեն հանրապետության հրապարակ։ Ես ամբողջ քաղաքը ման եմ գալիս։ Ինձ հաճելի է, որ ես իջնեմ անգամ, բայց այստեղից քաղաք ինձ ինչ-որ մեկը պետքա տանի, հիմա գազելի վարորդը, անկեղծ, մատ պատկերացեք, կարա գազելի վարորդը այս սայլակը հանի ինձ դնի գազելի մեջ, իհարկե։ Լավ, եթե այս հարցը չլուծի կառավարությունը, բողոք այսպես ընդառաջ չգնա բնակիչների ձայնին, Նիկոլ Փաշինյանը կդադարի դες համար պաշտելի լինել, թե ոչ։ Ես չեմ հավատա դες բանը, այո, ինքը միշտ էլ պաշտելի կմնա։